Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել են Պաշտպան հայրենիաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանին։ Բարի ձեզ, պարոն Սաֆարյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Փոխադարձաբար ես։ Պարոն Սաֆարյան, փորձենք ամփոփել 2025 թվականը։ Ինչ կարևոր իրադարձություններ եք դուք առանձնացրել ձեզ համար, որոնք արվել են կամ կիսատ են մնացել եւ պետք է տեղափոխվեն 2026 թվականը։ Ինչ խոսքը 2025 թվականի իրադարձությունները այնքան հանրափոխ զարգացան կամ այնքան արագ տեղի ունեցան, որ շատ դեպքերում մենք դժվարանում ենք հետևել նույնիսկ իրադարձությունների այդպիսի ընթացքին։ Բայց ամեն դեպքում կարծում եմ Աստծուն փառք տանք, որ սահմանային միջադեպեր մեր երիտասարդ, մեր պատանի զինվորների, մեր բալիկների հանդեպ, մեր որդիների հանդեպ չեղան։ Կարծում եմ սա ես համարում եմ ձեռքբերում։ Երկրորդը բանակի հետևողական եւ շարունակական մարտունակության բարձրացումը եւ ռազմատեխնիկական վերազինման առումով եւ ինչու՞ չէ նաեւ ինչպես բարձր սպայական կազմի, այնպես էլ ժամկետային զինծառայողների եւ պայմանագրային զինծառայողների մարտունակության, կրթական, տարբեր ուրեմն հատկանիշների ուղղությամբ տարված աշխատանքը եւ շարունակական բարձրացումը որակի։ Ինչ խոսք այս ընթացքում մենք եթե դարձյալ իմի բերենք կոնկրետ գետնի վրա, որը դեռևս պայմանագրի ասեմ, թե երրակողմ համաձայնագրի ասեմ, ընթացքը ցույց կտա, տեսք չի ստացել օգոստոսի, ուրեմն 8-ին Միացյալ Նահանգներում նախագահ Թրամփի նախաձեռնությամբ Ալիև Փաշինյան ուրեմն հանդիպումներ եւ այդ այո հայտարարագրի ասեմ, հռչակագրի ասեմ, հուշագրի ասեմ, ստորագրումն է կապուղիների արգելափակման թրիպի լույս աշխարհ գալուն կամ գետնի վրա լինելուն եւ խաղաղությունը տարածաշրջանում կյանքի կոչելու, ինչպես նաեւ անվտանգային նոր համակարգերի ներդրման ուղղությամբ լուրջ աշխատանքները։ Նաեւ բազմաթիվ ուրեմն ինտեգրացիայի ոլորտում բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ ոլորտային հարցեր, որոնք ճշգրտվում են նույնիսկ այսօր էլ Եվրամիության երկրների եւ Եվրամիության ոչ միայն Եվրամիության, այլ նաեւ եվրոպական կառույցների տարբեր կազմակերպությունների կողմից։ Գալով երկրի ներսում ինչ խոսք ինչպես են ասում, առավոտները այստեղ խաղաղ չեն, հա։ Ներքաղաքական կյանքին մենք ունեցանք դարձյալ նույն պատկերը, ոչ մի բանով, ոչ ավել, ոչ պակաս, բացարձակապես ընդդիմություն կոչվածը, որը առնվազն 3 տասնամյակ ասեմ, որոնք մի մասը լինելով քաղաքական ավանդական ուժի ներկայացուցիչներ, մի մասը լինելով օրվա իշխող, ուրեմն վերնախավի կամ օրվա իշխանության մաս կազմող ներկայացուցիչներ, շուրջ 2.5 տասնամյակ, որոնք քաղաքական դաշտում, պետական կառավարման ոլորտում մեղմ ասած ձախողել են կամ խոցելի են, որը ակնհայտ է։ Եվ այն միֆը, որ մենք այն ժամանակ Արցախ չենք հանձնել, այն ժամանակ մենք ունեինք ավելի քան 12,000 քառակուսի կիլոմետր տարածք, որը կոչում էր Արցախի Հանրապետություն, ես պիտի ասեմ, որ սա իրենց շնորհիվ չէր, որ դա ձեռք ենք բերել եւ դա պահպանվել է։ Դա ձեռք ենք բերել մեր
արյան գնով, մեր զավակների արյան գնով, ինչու՞ չէ նաև մեր քրտնաջան աշխատանքի արդյունքում, ռազմի դաշտում, բայց ես պիտի ասեմ, որ այստեղ կա մի մեծ բայց, այն որ մեր ոխերի հակառակորդը գրեթե 1.5 տասնամյակ կամ 2.5 տասնամյակ լռելիային կերպով զինվել է, մեր դիվանագիտությունը եւ մեր հետախուզության մարմինները հատուկ ծառայությունները սկի գլխել չեն ընկել, որ ինչ է կատարվում մեր հակառակորդի ճամբարում, ընդհակառակը մեր համար հայրենասիրությունը վերահացվել բարձրագոչ հայտարարությունների, վերահացվել այսպես ասած կենացների, վերահացվել ներփողների, որը որ գետնի վրա այդքան էլ այդպես չէր։ Հենց պիտի ասեմ, որ 2016 թվականի քարորիա պատերազմը ցույց տվեց եւ Հայոց ազգային բանակի եւ Հայաստանի պետական մարմինների պերջանքն ու թշվառությունը, որտեղ դրան անմիջապես նաեւ հաջորդեց ՊՊՑ գնդի հայտնի տխրահարճակ իրադարձությունները, մինչև այդ եղավ, գիտեք, հայտնի դեպքերը էլեկտրիկ Երևանը եւ այլը, ես ինչու համար եմ ուզում խորքից գանք, որպեսզի մեր հասարակությունը հասկանա, որ հասարակությունը այնքան է հասարակության վերնախավը։ Ես վերնախավ ասելով նկատի ունեմ ինչպես establishment ավականին, այնպես էլ նկատի ունեմ հենց մտավորականության բարձր վերնախավը, որտեղ մտավորականության բարձր վերնախավը եւ քաղաքական կուսակցությունների ղեկավարները ամբողջովին անկողնված են եղել մի ճահճացման գործընթացի մեջ։ Բարիս բուն իմաստով եմ ասում, դեռևս պիտի գոհլնեն, որ այլ էպիտետներ եւ մակդերներ չեմ ուզում օգտագործել։ Եվ այդ գործընթացը որն է։ Եվ այդ գործընթացը այն էր, որը եւ թալանը, եւ ասենք կրավորական պահվածքը, եւ ոչ քաղաքացիական նկարագրի ոչ հարիր դրսևորումները, դե բոլորս գիտենք, ասենք մեր ազգային ժողովի падգամավորների ավելի քան 80% ունեին կենթանական աշխարհի մականուններ ներհատուկ եւ որը որ իրոք բնութագրում էր մեր ազգային ժողովի ամբողջ ներկապնակը։ Պիտի ասեմ, որ մենք դեռևս այսպես ասած ցուրտ ցվանգի իրավիճակից դուրս ենք եկել կամ փորձում ենք դուրս գալ, այո, իրավիճակը շատ բարդ է, վերջին հաշվով մենք մի այնպիսի պարտություն ենք կրել եւ այդ պարտության հետևանքով հայ ժողովրդի կամ մեծ հայքի կամ մեծ Հայաստանի այնպիսի մի ոսկե կտոր է նվաճել Ադրբեջանը ոչ առանց մեր օգնության, որ մենք չիմացանք դրա արժեքը, այդպես էլ պիտի լիներ, որովհետև սկսած 1988 թվականից Արցախյան շարժման մեջ, այնուհետև Արցախում պետական կառավարման մեջ եւ ինչու՞ չէ նաեւ Հայաստանում տարբեր մարդիկ վխտում են բարձր դիրք գրավելով։ Խոսքս վերաբերում է եւ մաուզերիստներին ու ավտոմատավորներին, խոսքս վերաբերում է եւ դասալիկներին, խոսքս վերաբերում է եւ նաեւ քաղաքականության կամ հայ մշակույթի հետ առնչություն չունեցող մարդկանց, որովհետեւ դուք բոլորը գիտեք, որ կարծեմ ազգային ժողովի նախագահներից մեկն էլ բացեիբաց հայտարարեց, ասաց, ինչ պարտադիր է քաղաքական գործիչ կամ падգամավոր գնելու համար ունենալ գրագիտություն, չէ՞։ Հա։ Ամբողջը սա է, տեսեք, եթե մենք չենք համարում, որ մարդու ինտելեկտը իր արժեհամակարգը որպես հայ ժողովրդի մշակութային կրթական արժեքների կրող, եթե մենք սա չենք ընդունում որպես բացարձակ արժեք, ապա մենք ստիպված ենք լինելու ուրեմն բախվել շատ խոչընդոտների։ Նույն ձևի վերաբերում էր նաև մեր դիվանագիտությանը, արտաքին քաղաքականությանը։ Գիտեք, ձեր եթերից միգուցե տասնյակ անգամներ հայտարարել են, որ մենք ունեցել ենք դիվանագիտություն կամ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, որոնք գործի են նշանակվել իրենց տերերի կողմից, ասել են մեր յուրայիներին գործի նշանակենք, տեղ նշանակենք աշխատանքի։ Եվ այս ոլորտում բանից պարզում է, որ ոչ միայն դիվանագիտությունն է կաղում, ոչ միայն բանակն են թալանել, ոչ միայն
բարձր գեներալիտետը իրենց դիրքում չեն, այլ պարզում է, որ ամբողջ հասարակությունը նեխած է եղել։ Ոչ թե նեխած է եղել, այլ պիտի ասեմ ես այն մարդիկ, որոնք կոչված են եղել առաջնորդել քաղաքական նավը, զրկված են եղել ամբողջովին բարոյական արժեքներից, զրկված են եղել ամբողջովին այնպիսի ուրեմն ավանդական, ասեմ, չգիտեմ, պետական ծառայողին հատուկ այնպիսի հատկանիշներից, որոնք բերել հասցրել են դրան։ Եվ այստեղ էլ նաև բացառություն չէր կազմում նաև հայ առաքելական Սուրբ եկեղեցու վերնախավի մի մասը, որը հենց ակնհայտ էլ 2018 թվականից էլ երևում էր, որ անպայման ուրեմն ընդհատակյա կերպով ամեն կերպ մեղմ ասած անթակույց ուրեմն եթե չասեմ ատելությունը համենայն դեպս սառնությունը կամ սառը վերաբերմունքը կամ ասենք ոչ հարգալից վերաբերմունքը եկեղեցու տերերի կողմից առ պետությունը եւ առ պետական գործիչները ակնհայտ էր դառնում, որը ինչ խոսքը 2023 թվականին, 2024 թվականին ավելի ակնհայտ դարձավ, վերածվեց շարժման, կարծեք թե ոչ թե ինչ որ մի հոգեորական էր դա անում, այլ պիտի ես հստակ ասեմ, որ եկեղեցու տերերը փորձ էին անում այդպես ռևանշիստական ուժերի հետ մեկտեղ, մերժված քաղաքական գործիչների, թվում նախագահների հետ մեկտեղ փորձ էին անում գահանկեց անել օրվա իշխանությունը, օրվա կառավարությունը, որը ժողովրդի վստահության քվեն ստացել էր 2021 թվականի հունիսի 20-ի համապետական ընտրություններին։ Հիմա խնդիրը ինչումն է։ Մենք գտնվում ենք հարաբերական կայունության մեջ, ես պիտի ասեմ, այնպես էլ չի, որ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում չենք, մենք հարաբերական կայունության մեջ ենք գտնվում։ Բայց դա ամեն դեպքում ապահովում է Հայաստանի անվտանգությունը, թե ռիսկեր ունի դեռ։ Մեծ հաշվով գիտեք ինչ, ես գտնում եմ, որ արտաքին քաղաքականության հավասարակշռման եւ հավասարակշռված եւ հավասարակշռման ուրեմն այս մոտեցումը կամ ինչպես ասում ենք, չէ, բալանսավորման եւ բալանսավորված կամ դիվերսիֆիկացիա քաղաքականությունը եւ մեր ուրեմն սրբության սրբոցի զինված ուժերի հանդեպ պետության մոտեցումը, կառավարության մոտեցումը թույլ են տալիս ասելու, որ այո, ունենք մեր կողմից, մեր ժողովրդի կողմից, մեր պետության կողմից որոշակի գրավներ, որոշակի երաշխիքներ խաղաղությունը պահպանելու համար։ Դե գիտեք հիմա ես չեմ կարող, ասենք, այնպիսի մարգարեական բաներ գուշակել, հիմա տեսնում եք, Ուկրաինայի նման ասում է խաղաղությունը կախված է հենց Ալիևից։ Կուզի տեսեք, ես չեմ ուզենա անդրադառնալ, ուրեմն որքան էլ չեք ուզում, բայց ընտրություններին իրենք մասնակցել են, ուրեմն ես ուրիշ բան ասեմ, ես ուղղակի պիտի ասեմ, որ քաղաքական հանգուցյալների ժամանակը վաղուց անցել է։ Ես պիտի ասեմ, նրանք փորձում են ամբողջ հասարակությունը թունավորել, հանուն իրենց անձնական շահերի, հանուն իրենց ուրեմն ձախ ճանապարհով, անգլիացիք լավ են ասում, ill-gotten gains, ձախ ճանապարհով, էժան ճանապարհով ձեռք բերած միլիարդների այլ նպատակ նրանք չեն հետապնդում, ոչ իրենց կենցաղով, ոչ իրենց զավակների արժի համակարգով, անգամ նույնիսկ իրենց ծնունդները ընտանիքի զավակների հարկ չեն համարել Հայաստանի Հանրապետությունում ունենան ուրեմն ծնունդներ։ Եվ պիտի ասեմ, որ բացառվում է նրանց այդ ուժերի կողմից եւ 2026 թվականի համապետական ընտրություններում հաջողության հասնելը եւ բացառում է որևէ մի անգամ երբևիցե նրանք գան իշխանության։ Ես պիտի նաեւ ավելին ասեմ, շատ դեպքերում ասում են, գիտեք, օրվա կառավարության տվյալ պահին Նիկոլ Փաշինյանին որ ուժերն են բերել իշխանության, բայց ես ուզում եմ մի հատ հարցնեմ, առհասարակ հարց տալիս եք, որ Լևոնին որ ուժերի բերեցին, հարց տալիս եք Քոչարյանին որ ուժերի բերեցին, հարց տալիս են Սերժին որ ուժերի բերեցին։ Դուք տեսել եք 1998-2018 թվականներին ովքեր էին աշխատում կառավարությունում, ովքեր էին աշխատում նախագահի աշխատակազմում,
ինչպեսի իրավիճակ էր տիրում մեր կրթական համակարգում, մեր գիտական համակարգում, մոռացել եք, որ ազգային ակադեմիայի նախագահը, երբ որ հարցնում էին, ասում էին, բա մենք զենք արտադրենք, բան, ասում էր, ամեն քոսոտ երկիր կարող է զենք արտադրել։ Դուք մոռացել եք այդպիսի ամբարտավան, ցինիկ մարդիկ, որոնք, այսպես ասած, դարձել էին մեկը ակադեմիայի գլուխ, մեկը չգիտեսին։ Դուք մոռացել եք, որ դասալիկները դառնում էին նախագահ աշխատակազմի գործերի կառավարիչ։ Դուք մոռացել եք, որ մարդասպաները դառնում էին նախարարներ, մարդասպաների որդիները եւ այլն։ Հիմա ասում են գումարի մասին են խոսում, այլապես դրանք այնպիսի ոլորտներ են, որ այսօր էլ բաց տեսնում ենք, որ հասարակության մեջ ինչ է կատարում, հասարակության մեջ հակակոռուպցիոն պայքարը, իրավական համակարգի, ուրեմն հարաբերող բարեփոխումները, սոցիալական արդարության աստիճանական վերականգնումը, այնքան դրական փոփոխություններ են կատարվել, սակայն ես չեմ կարող ասել, որ սա լիովի բավական է մեր հասարակության համար, առավել եւս նորից եմ կրկնում, հիմա էլ փորձ է արվում եկեղեցու միջոցով, ամեն կերպ եկեղեցու տերերի միջոցով, ամեն կերպ հրահրել, ուրեմն ներազգային, ներքաղաքացիական բախումներ, սադրանքներ, որպեսզի իրենք հույս ունենան 2026 թվականի ընտրություններում ունենան իրենց, այսպես ասած, մասնաբաժինը նոր ձևավորվող ազգային ժողովում։ Սա մեկ, Պարոն Սաֆարյան, քանի որ խոսում ենք ընտրությունների հետ կապված եւ նախագահների ներշեշտեցիք, օրինակ Լևոն Քոչարյանը իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասում է, որ մոլդովական սցենարը Հայաստանում չի լինելու եւ շեշտում է, որ Նիկոլ Փաշինյանը ԵՄ ընտրություններից առաջ խնդրել է գումարով ապահովել եւ ինչ է ասում է արդար խաղ չի լինելու եւ սոցհարցումները ցույց են տալիս, որ նա վերընտրվելու վարկանիշ չունի եւ գտնում է, որ եվրոպացիները միջամտում են մեր գործունեության այդ ընտրությունների հետ կապված հակազդելու գործիքակազմ իրենք ունեն, բայց դրա մասին չեն խոսում։ Ինչի մասին է այս ամենը։ Ինչու են առանձնացնում։ Անկեղծորեն ասած, նշելով, որ եվրոպացիների աչք են փակում հակաժողովրդավարական սցենարների հետ կապված գործընթացների։ Ես պիտի ասեմ, որ ես ամեն տհաս մարդու չեմ մեկնաբանում։ Բայց նրանք լինելու են ընտրությունների Ես ասում եմ, որ այդ մեր ժողովրդի, մեր առաքելությունը մենք էլ ենք լինելու 2026 թվականի ընտրություններին բավականին աշխույժ։ Դրա համար Լևոն Զուրաբյանն էլ հայտարարեց, որ ՀԱԿ-ն էլ հայտարարեց, որ մասնակցելու ընտրություններին։ Ախր գիտեք ինչ, ճշմարիտ մի բան ասեմ, համոզված եղեք, որ ուրեմն ՀԱԿ-ի ընտրազանգվածը մի քանի 100 հոգի է։ Այդ ինչպես էր կոչում այդ նախագահի երկրորդ նախագահի այդ կուսակցությունը, ինչպես է կոչում այդ Հայաստան դաշինքի ընտրազանգվածը մի քանի 1000 հոգի է, չհաշված կաշառքը, առանց կաշառքի եւ առանց մոլորիալ արցախցիների եւ չհաշված կաշառք։ Շատ ցածր եմ համարում իմ արժի համակարգից, քանզի ասում եմ քաղաքական հանգուցյալներին եւ կենթանական աշխարհի ներկայացուցիչներին ես չեմ ուզում պարզաբանեն, ոչ էլ մեկնաբանեն, ոչ էլ վերլուծեն։ Դուք նրանց ռեալ ձեզ մրցակիցներ չեք։ Ես նախ որևէ քաղաքական ուժի մեջ չկամ։ Ձեզ նկատի ունեմ երրորդ ուժ ասած այսպես, որ եթե ես գտնում եմ, որ երրորդ ուժ կարող են լինել, բայց երրորդ ուժ այն մարդկանց, որոնց ես կկամենայի կամ ցանկանում էի տեսնել, կարծեք թե իրենք կաղում են, բայց դեռևս իրենց ակտիվությունը չեն դրսևորում, համենայնդեպս կնշմարվի երևի ամանորյա տոներից միջապես հետո, բայց անդիմության այն պատկերը, որը դրոշմ է դրել, խարան է դրել, ստիգմա է դրել մեր քաղաքական կյանքի վրա, որպես մի մասը որպես ասենք հանրային քաղաքական միավոր, մի մասը որպես հասարակական քաղաքական կուսակցություն, վաղուց նրանց պիտանելիության ժամկետը անցած է։ Նրանք դրա համար ես ասում եմ, ես ուզում եմ ճիշտ հասկանան, ես ասում եմ քաղաքական հանգուցյալների դարաշրջանը։ Նույն նախագահը, որ ասում է, երբեք քաղաքական ուժ չի ունեցել, երբեք քաղաքական որևէ կուսակցություն չի ստեղծել, մենք բոլորս գիտենք, որ նրանք ինչպես են Արցախից հայտնվել Հայաստանի քաղաքական կառավարման
պետական քաղաքական կառավարման երկնակամարում։ Այդ մարդիկ չկան, այլևս հասարակության մեջ վերադարձ անցյալին չի լինելու, բացառվում է դա, մեր ժողովուրդը դա չի ուրեմն հանդուրժելու եւ ասել, որ ուրեմն կառավարությունը այսօր չի հասկանում կամ շատ թույլ է շատ խնդիրներում, թեկուզ արտաքին քաղաքականության մեջ, բանակի, ուրեմն երկրի ներքին կյանքում եւ այլը, ես կատեգորիկ կերպով դեմ եմ, ավելին ասեմ, ծանոթ լինելով Հայաստանի վերջին 35 տարվա բոլոր պետական քաղաքական միավորումներին եւ հատկապես ուրեմն քաղաքական իշխանություններին, ես պիտի ասեմ, որ ներկա կառավարությունը եղել է ամենակենտրոնաձիգ, ամենահստակ կառավարությունը, որը իրականությունից կտրված չի եղել, ի տարբերություն նախորդների։ Պարոն Սաֆարյան, դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո ներքաղաքական մի քանի հարցեր ունենք, քննարկենք եւ ամփոփենք տարին։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Սաֆարյան, փորձենք ներքաղաքական իրավիճակը մի կողմում Լևոն Քոչարյան, որքան էլ չենք ուզում անդրադառնալ, պետք է անդրադառնանք, որտեղ նա նշում է, որ եվրոպացիները աչք են փակում համաժողովրդական դեպքերի վրա եւ երբ հանդիպում են իրենց, ասում են, որ Հայաստանում երկակի ստանդարտներ են։ Իր ընտրություններին կմասնակցի նաեւ նոր ուժ կուսակցությունով Հայկ Մարությանը,
Մեր ձևով հայտարարում է, որ այս տարի կլինի որոշիչ տարի միասնության կամ պատերազմի, աղքատության կամ բարեկեցության, ազգային հպարտության կամ եկեղեցու հետապնդման։ Գիտեք, ինչքան էլ ուզում ես մակդիրներից ու էպիտետներից հեռու մնալ, քաղաքական ուրեմն դաշտի մարդկանց վերաբերյալ, սակայն մեկ-մեկ ստացվում է, որ պիտի ասես։ Գիտեք, կրկին ու կրկին պիտի շեշտեմ, որ Հայաստանում չկա քաղաքաբանտարկյալ, կրկին ու կրկին պիտի շեշտեմ, որ Հայաստանում ժողովրդավարության դրվածքը շատ բարձր մակարդակի վրա է, որ երբևիցե չենք ունեցել այսպիսի մակարդակ, կրկին ու կրկին պիտի շեշտեմ, որ եվրոպական կառույցները անթաքույց ուշադրությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին եւ զարգացումներին, եթե շատ են ուզում վայնասուն բարձրացնել եկեղեցու հետ կապված ճնշումներին, չէ, եկեղեցու հանդեպ, այսպես ասած, բռնաճնշումներին ասեմ, հալածանքներին ասեմ եւ այլը, ես պիտի ասեմ ընդհակառակը։ Մենք այսօր մտել ենք մի փուլ, մի շրջան, որ մեզ հնարավորություն է տալիս անմիջապես արմատական կերպով մեր եկեղեցի մաքրել այլադավներից, մեր եկեղեցի մաքրել տիրադավներից, մեր եկեղեցի մաքրել ուրեմն սեռաքաղցով ապրող բարձր հոգևորականներից, այդ թվում վեհապարից, ճակերտավոր, բազում դեպքեր ունենք, որ նրանք միշտ էլ աշխարհիկ կյանքի կանոնները կենցաղային բազմաթիվ, այսպես ասած, արտոնություններ գերադասել են հոգևոր կյանքին եւ հոգևոր ոլորտի արժեքներին։ Չէ, ասենք մի թեմակալ առաջնորդ, եթե այդ թեմում մի քանի տեղի ունենում պատարակ, անմիջապես պիտի հետաքրվեն, թե ինչքան մոմ է վաճառվել, ինչքան, չգիտեմ, ապրանքներ է վաճառվել, կնունքից ինչքան գումար է եկել եւ այլն, այսինքն մարդիկ այլևս չեն ապրում այն հավատքով, որ ի սկզբանե նրանց առաքելության հիմքը պետք է կազմեր։ Ես գտնում եմ, որ այդ մարդիկ, ովքեր այդպես են ասում, նախ նրանք իրենց արժի համակարգով չգիտեն ինչ է նշանակում հայ ժողովրդի պատմություն կամ Հայաստանի պատմություն, ինչ է նշանակում հայ առաքելական Սուրբ եկեղեցին, ինչ է նշանակում միասնություն։ Ընդհակառակը ես գտնում եմ, որ ինչքան այդ սրբապիղծները օր առաջ ոչ մի աղերս եւ առնչություն չունենան, ես նկատի ունեմ այդ arczepiskoposները, կտրիչ Ներսիսյանը, վարդապետները, բազում քահանաներ, որոնք ընդամենը մի քանի տասնյակ են կազմում, ինչքան օր առաջ լքեն մայր աթոռը եւ համապատասխան թեմակալ վանքերը մեր ժողովրդի կողմից հավատքը առ հայ առաքելական Սուրբ եկեղեցի միանգամից մի քանի անգամ կբարձրանա։ Դա միանշանակ է, այլ բան լինել չի կարող, եվրոպական կառույցներին դիմել եւ օգնել, սա ես նորմալ եմ համարում, քանզի մենք բոլորս էլ գիտենք, որ եթե կառավարությունը արմատական, ոչ միայն արմատական, սկզբունքային եւ հետեւողական պայքար չտանի 5-րդ Շարասյան եւ օտարերկրյա գործակալական ցանցի ներկայացուցիչներին մինչև վերջ մերկացնելու համար, ապա ես պիտի ասեմ, որ այո, մեզ սպառնում են լուրջ վտանգներ, ընդհանուր մինչև պետականության կործանան։ Գիտեք, գործակալներին գաղտնազերծելը կամ ինչպես պարզաբանելը, չէ, կամ ինչպես հիմա մեր ժամանակակից տերմինով ասում ենք լյուստրացիա, դա ինքնին վաղուց պետք է արված լիներ։ Քանզի այսօր վխտում են այդ 5-րդ Շարասյան կամ գործակալական ցանցի ներկայացուցիչները եւ ինչ է եղել, եթե կառավարությունը կամ արտաքին գործոս նախարարը դիմել են եվրոպական կառույցներին, իրենք ամեն օր ռուսներից հրահանգներ են ստանում։ Եվ ինչ է նշանակում ասել, որ մենք ամեն ինչ պիտի անենք եւ արեք։ Կա հասարակություն, կա ժողովրդավարություն, կա ընտրական համակարգ, կա քարոզչություն, կա նախընտրական պայքար, արեք, ով է ձեզ խանգարում, արեք, բայց նաև պիտի դուք էլ կարողանաք ժողովրդի շրջվել եւ դեմքով շրջվել դեպի ժողովուրդը, բախվել այն լուրջ խնդիրների, որոնք առաջացել են ձեր եւ ձեր ծնողների հակահայ հակապետական գործունեության հետևանքով։
ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ուրեմն առողջ ուժեր կան, ինչ խոսք կարող է միավորվել, ուրեմն մասնակցեն 2026 թվականի համապետական ընտրություններին, իսկ ով ասել, որ հավերժ է ներկայիս կառավարության ուրեմն ժամկետը։ Այդպիսի բան չկա։ Մենք ունենք շատ առողջ ուժեր, որոնք նաև իրենց արժեհամակարգով, ինչու՞ չի նաև իրենց անznորած կերպարով շատ-շատերը կան, բոլորս ճանաչում ենք քաղաքական դաշտի այնպիսի ներկայացուցիչների, որոնք ի վիճակի են նաև ոչ միայն դառնալ լուրջ ընդդիմադիրներ, այլև պետական քաղաքական կյանքում ունենալ լուրջ դերակատարներ։ Բայց նորից եմ կրկնում, քիչ առաջ երբ որ խոսում ենք, մեր ձևով շարժումը կլինի, այդ գրպանային երկու խմբակցությունները եւ նրանց առող ուժերը կլինեն, համակիրները կլինեն, հետևորդները կլինեն, համախոհները կլինեն, դրանք մեղմ ասած քաղաքական հանգուցյալներ են, որովհետեւ մեր ժողովուրդը, տեսեք, շատ դեպքերում նույնիսկ այդ հարցազրույցները առաջ է բերում մեծ արգահատանք։ Ժողովուրդը ձաղկում է, ժողովուրդը նախատինք է թափում, ժողովուրդը անվանարկում է, հիմա չեք ասում, դուք հարցազրույց եք չէ տալիս, հիմա ասում եմ ոնց է լինել, ես էլ ասում եմ եկեք մի քանի հոգով հավաքվենք, իրենցից էլ հավաքվենք, այստեղից մինչև ասենք ամերիկյան համալսարան կամ մինչև կրկեսի մոտ գնանք, տեսնենք մարդիկ ինչպես են վերաբերվում այն մարդկանց, ովքեր եթերից են հաճախ հարցազրույցներ տալիս եւ ասում են ճշմարտությունը եւ ասում են ռեալ իրականությունը եւ ասում են մենք ինչ ճանապարհային քարտեզով պետք է գնանք, որ եթե չունենանք ուրեմն մեծ հաղթանակներ, ապա գոնե մեր վնասները չլնեն կամ հասնեն նվազագույնի, մինիմալի։ Հիմա ամեն ինչ կարելի է ասել, բայց գիտեք ինչ, ունենալ մի քանի 100 միլիոններ պետությունից թալանած, ունենալ դղյակներ, ունենալ արտասահմանում ապրուստի ճոխ հնարավորություններ եւ օգտվել անընդհատ արքունական ռեգալիաներից, չէ, գերարտոնություններից եւ պետական իրավական համակարգն էլ պիտի ասեմ, որ կաղում է շատ դեպքերում, այդ թվում եւ հակակոռուպցիոն մարմինները եւ ուրեմն մնացած իրավական, չգիտեմ, ոլորտի ուժերը կլինի դատախազությունը թե եւ այլ, որովհետեւ առերևույթ հանցագործները առեսօր վխտում են ոչ միայն Երևանի փողոցներում, այլ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մի բան իմ համար շատ ցավալի է, որ ուրեմն իմ հայրենակից արցախցիների ուրեմն մեծ մասը մոլորվել է, բայց ես պիտի ասեմ, որ դրա առջևն էլ ուրեմն այդ ոլորտում էլ մեր ժողովուրդը եւ հատկապես Հայաստանի կառավարությունը շատ անելիքներ ունի, կարծեք թե արդեն ունենք այդ բանալին եւ հաջողվելու է դա, որպեսզի մեր արցախցիները, տեղահանված արցախցիները, բռնագաղթված արցախցիները մեծ մասամբ գերազանցապես կանգնեն պետականության կողքը։ Գիտեք, ուղղակի զավեշտ է առաջացնում այսօր քաղաքական դաշտում մարդիկ են հայտնվել, որոնք նույնիսկ, ասենք, երբեք դպրոցական պայուսակ չեն ունեցել, որոնք նույնիսկ հայրենի այբուբենը չեն իմացել, որոնք նույնիսկ չեն իմանում ինչ է նշանակում հայրենասիրություն, որոնք նույնիսկ չեն իմացել ինչ է նշանակում տան ունեցվածքից մի թեթև մասհանում անել, կանգնել բանակի ակունքներում կամ տարբեր հարցերում, կամ ասենք պետությունից չթալանել, բանակը չթալանել, ասենք ինչ է նշանակում եկեղեցին օգտագործել վրեժխնդիր ուժերի կողմից ռևանշիստական կերպով իշխանություն գալու համար, ձախողված ուժերի կողմից, ինչ է նշանակում Եռաբլուրում հանգչող մեր բազմահազար որդիներին, մեր նահատակներին փորձել օգտագործել ուրեմն պատեհապաշտների կողմից։ Մի հատ ես հարց տամ, նույն նախագահներին, նույն նրանց տեղակալներին, անվտանգության իրենց աշխատակիցներին, ձեր որդիներից քանիսն են ծառայել Արցախում։
Ձեր որդիներից քանիսն են ծառայել սահմանամերձ շրջաններում։ Ձեր որդիներից եթե անգամ ծառայել են, Երևանի փողոցներից անգամ չեն անցել։ Պետական մեքենաները, որոնք կոչված էին կատարելու պետության աշխատանքը օպերատիվ կերպով, ինչպես են ծառայել ձեր ընտանիքներին պետության հաշվին։ Եվ բազմաթիվ այլևայլ բաներ, եթե խոսք է գնում քաղաքական պայքարի մասին, ապա ես պիտի ասեմ, որ դեռևս քաղաքական պայքարի երրորդ շրջանում ասելիքներ շատ են լինելու, անպայման լինելու են։ Ասենք, գիտեք ինչ է նշանակում, ասում են հիմա էլ կոռուպցիա կա։ Ով ասել, որ հիմա կոռուպցիա չկա։ Խնդիրը վերաբերում է համակարգային կոռուպցիային, որը արմատախիլ է արված եւ փորձում են առհասարակ արմատախիլ անել։ Էլի կան շատ խնդիրներ, բայց գիտեք ինչ, վերջին հաշվով ինչքան մարդ պիտի կույր լինի, որ ասենք հայմատություններ անի։ Այսօր ես պաշտոնյաներ գիտեմ, որոնք իրենց արժի համակարգով, ասենք, ինչ կոռուպցիայի մասին է խոսքը, ինչ թալանի մասին է խոսքը։ Մարդիկ նույնիսկ մարդ կա, որ նախարար կա, որ ես գիտեմ նույնիսկ աշխատավարձը ստանալուց էլ է ամաչում։ Բայց ես ձեզ բան եմ ասում, որ ես գիտեմ, որ այսօր օր չկա, շաբաթ չկա, որ 10-20 հողատարածք կամ պետական շինություն, կամ պետական ունեցված չվերադառնա, կամ դրամատուն, կամ պետության բյուջե, կամ անշարժ գույքի պետական ծառայություն։ Եվ պարոն Սաֆարյան, վերջին հարցս, քանի որ ասում եք ժողովուրդը կույր չէ։ Երեք համացանցում տարածվեց տեսանյութեր Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագրի այդ խնջույքի կտորներից էին ներկայացրել համացանցում։ Նիկոլ Փաշինյանը երաժշտություն էր այնտեղ մի խոսքով նվագում, բանաստեղծություն է գրել, երգ է ստեղծել։ Այս ամենը, երբ որ կարծում ես, թե ինչ են մարդիկ արձագանքում, նշում էին ինչներիդ վրա եք ուրախացել։ Մենք դեռ գերիներ ունենք, այսինքն քաղաքացիական պայմանագիրը այս գուցե պետք է ավելի համեստ տարվի, ոչ թե դրանք համացանցում տարածվեն։ Ինչու են ավելորդ այս քայլերը անում ժողովրդին առանցայնել իրենց դեմ տրամադրում։ Ասել, որ արվում է ժողովրդին առանցանել իրենց դեմ տրամադրելու կամ գրգռելու համար, ես այլ կարծիք ունեմ։ Նախ ինքս ես այդ արժի համակարգի հետ ոչ մի առնչություն չունեմ։ Իմ համար խորթ են այդպիսի երևույթները, ոչ միայն իմ ընտանիքի բերումով, գիտեք, կացության կամ ոչտի բերումով, այո, 2020 թվականի պատերազմից հետո ցավոք սրտի մեր կենցաղը պիտի նաև որոշ առումով զուսպ լիներ։ Բայց ես պիտի ասեմ, որ նույնիսկ նույն պատերազմի օրերին կարծեք թե Սարյան փողոցում, Հյուսիսային պողոտայում, տարբեր փողոցներում, չէ, որտեղ սնկի տեսարչել էին սրճարանները եւ ուրեմն մասսայական սննդի օբյեկտները, այնտեղ չէր զգացում այդ ուրեմն պահը։ Գալով գերիներին վաղ թե ուշ մի օր պիտի մենք դրան անդրադառնանք, որ տարբեր հարթակների միջազգային անպայման այդ ուղղությամբ աշխատանք տարվում է, երկու կարծիք լինել չի կարող։ Բայց նաև ես պիտի, ինչքան էլ ես ինքս, քանի որ բոլորին ճանաչում եմ անձամբ եւ խոր ափսոսանք ես ցավ եմ ապրում նրանց այնտեղ գտնվելու համար, ես ինքս էլ մարդկային առումով ամեն ինչին պատրաստ եմ, նույնիսկ անձնական զոհողության գնալ, բայց ես պիտի ասեմ դա նրանց կարճատեսության, մեղմ ասած սակավամտության, քաղաքական տկարությունը նաև դեր խաղաց, որ իրենք հայտնվեին այնտեղ։ Իհարկե, մենք ունենք այն, ինչ ունենք, եւ ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը եւ ոչ միայն Հայաստանի կառավարությունը, ամբողջ բովանդակ հայ ժողովուրդը պարտադիր կերպով պիտի իր ուրեմն առաջիկա օրակարգային, ուրեմն օրակարգի մեջ անպայման այդ հարցը պիտի մեր օրակարգային հարցերի հարցը լինի, ինչ խոս ես դրան համամիտ եմ։ Սակայն գալով ուրեմն կուսակցության հանդիպումներին, կուսակցության կներեք միջոցառումներին, դե ես դարձել հայմատության համար պիտի ասեմ, ադրբեջանական բենզին են բերել եւ ուրախանում են։ Ես հայմատության համար ասեմ, չնայած ասացի, որ դա իմ համար ներհատուկ չի, բայց դե գիտեք, մոռացել եք, որ
Երևանի շրջակա մի քանի ռեստորաններ կան, որ մի 500 հոգի տեղավորում էին, հանրապետական կուսակցությունը, երկրապահները, ինչպիսի օրգաններ եւ խնջույքներ էին կազմակերպում, վերջում էլ ասենք այդ մաուզերիստները եւ այդ զորբանները ինչպես էին օդ արձակում փամփուշտները, ավտոմատները, ատրճանակները եւ այլը եւ ինչպիսի ցոփուշուվայտ ուրեմն գինարբոկներ էին կազմակերպում։ Հիմա գիտեք, իրենց կուսակցության տարեկան ամփոփ հանդիպումն է, չի բացառվում, որ ասենք կարող է այդպիսի բաներ լինել եւ կարող է ասենք ինչ նախորդ վարչապետը Կարեն Կարապետյանը թմբուկ չէր խփում, հա, կամ այդպիսի բաներ չէր անում, հա, նա ամեն օր այդ իր այդ կարծեմ այդ ինքը այդ մեր գետառի մոտ չէ, հայտնի բան ունի, չէ, ռեստորան ունի, կարծեմ ամեն օր նա դրանով էլ զբաղված է եղել։ Մյուսներն էլ երևի շնորհք չունեն, դե մեկը հայ մշակույթի հետ կապ չունի, մեկը չգիտեք ինչ։ Եվ ասինքն լավ, այս մեկը այսպես եղավ։ Լավ, ոչ մի լավ բան մենք չունեցանք այս 8 տարվա մեջ, այո, պատերազմում պարտվեցինք, ցավալի արհավիրք ունեցանք, մեծ ողբերգություն ունեցանք ազգային, բոլոր ժամանակների մեծագույն ողբերգություններից մեկը եւ ցեղասպանություն եւ Արցախի հայաթափում, մայր հայրենիքի այդպիսի մի հրաշք կտորից, գոնե այսպես ասեմ ժամանակավոր, որտեղ ես համոզված եմ, որ ժամանակավոր, բայց ես պիտի ասեմ, որ գիտեք ինչ, կյանքը շարունակվում է, գոնե մենք պիտի մեր այլանդակությունների վերջը տանք, հասարակական կյանքում պիտի չլինեն, ուրեմն այնպես այլանդակ երևույթներ, որոնք կարող են գոնե մեր ժողովրդին պատիվ չբերել, որովհետև մեր ժողովուրդը արժանի է շատ մեծ հաջողությունների։ Լավ, ես ուղղակի մի նախադասությամբ ասենք, թե մենք բարձրաձայն գոչեցինք Արևմտյան Հայաստան հողերի հետ տալ, մի քիչ չեմ ուզում Արցախի հետ կապված, որովհետև վերքը դեռևս չի դարձել, վերադարձ կամ Արցախի հարցի լուծում եւ այլ, չէ, ասենք Վարդան Օսկանյան, էլի շատ-շատերը չգիտեմ։ Ասենք դուք բոլորս էլ գիտենք, որ ասենք կամ Թուրքիա եւ Ադրբեջան դաշինքը։ Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան դաշինքը։ Չեմ ընդունում, որ ասում են Ռուսաստանը զբաղված է եղել Ուկրաինայով, Ղրիմով եւ նա պիտի անպայման Թուրքիային քաշեր իր կողմը, որպեսզի կարողանար միջազգային հարթակներում իր քաղաքականությունը կամ իր տարածքների զավթելը օրինականացնել։ Ճիշտ եմ թե չէ։ Հիմա Ռուսաստանը ղեկավարը հանդիպում է Միացյալ Նահանգների ղեկավարի հետ եւ ասում է Ղրիմի մասին խոսնել չի կարող, Լուգանսկի մասին խոսնել չի կարող, չէ, Դոնեցկի մասին խոսնել, դե թող Թուրքիան հայտարարի, ասի մենք չէ, Ղրիմը ճանաչում ենք որպես Ուկրաինայի մաս, այնպես որ եթե Ռուսաստանը կամենար Արցախը մնար հայկական, եթե ռուսական խաղաղապահ ուժերը կամենային որպես չէ, նրանք էին, չէ, իր աշխավորը 44 օրյա պատերազմից հետո նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, այնպես որ ակնհայտ կերպով գործել է Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան դաշինքը եւ ես ընդհակառակը պիտի ասեմ, որ նախագահներից մեկը Լևոն Տեր-Պետրոսյանն է ասել, որ տարածաշրջանում պատերազմի վերսկսման բանալին գտնում է Ռուսաստանի գրպանում։ Ուրեմն Ռուսաստանն էլ վերսկսել է այդ պատերազմը։ Նա այլ նկատառումներից ելնելով է ասել, բայց ես այստեղ պիտի ասեմ, որ դա հստակ ռուսական հետքը կա պատերազմը սկսելու եւ Արցախը դատարկելու համար եւ այսօր էլ շատ մարդիկ եւ գեներալներ եւ քաղաքական գործիչներ կարծեք թե կարճած են մնում ռուսական ուրեմն որոշ շրջանակներից, որ ուկրաինական թնջուկը կարգավորումից հետո Արցախի ուղղակի ես այդ ապուշներին, քաղաքական ապուշներին ուղղակի ասում եմ հանգիստ ոնց են ասում, հանգիստ նստեք տեղները պարզապես։ Մենք մտել ենք տուրբուլենտային տեկտոնական մի այնպիսի իրադարձությունների շրջափուլ, որ եւ արտաքին քաղաքականության առումով եւ բանակի մարտունակության բարձրացման աստիճանական բարձրացման առումով
Այստեղ է որ մենք պիտի մեր ազգայինը ցույց տանք, այստեղ է որ մենք պիտի բանակը չթալանենք, այստեղ է որ եկեղեցին պիտի կանգնի ժողովրդի պետության կողքը, անկախ նրանից ով պիտի լինի Հայաստանի կառավարության ղեկավարը։ Բայց եթե օր առաջ մարդիկ ուզում են գալ իշխանության, դա չի հաջողվելու։ Իշխանության գալու մի ձև գոյություն է։ Դա ժողովրդավարությունն է, դա հանրապետական ընտրություններն է, դա առանց ժողովրդի կամ արտահայտությամբ Հայաստանում երբեք չի կրկնվելու 1996 թվականը, 1998 թվականը, 2003 թվականը, 2008 թվականը, 2013 թվականը, 2016 թվականի ընտրությունները, այլևս չի կրկնվելու դա։ Հետևենք զարգացումներին, շնորհակալություն եմ հայտնում պարոն Սաֆարյան այսօրվա հաղորդման համար, կհանդիպենք 2026-ին, արդեն կխոսենք հաջորդ տարվա ծրագրերի մասին։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։